Այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, նախորդ խոսքի շարունակությունն է։ Ցավոք ժամանակի պատճառով չեմ կարողանում ավելի երկար խոսել եւ այդ նյութը Սուրբ Հոգու գալուստը նվիրեցի մեղքի հանդիմանության վրա, որ Սուրբ Հոգին եկավ մեղքը հանդիմանելու, բայց ոչ միայն դրա համար։ Եվ չեմ ուզում, որ այն մարդիկ, ովքեր որ չեն կարդում Աստվածաշունչ եւ ավելի քիչ տեղեկություն ունեն, ուզում եմ, որ ավելին փոխանցեմ, քան միայն մեղքը հանդիմանելը։ Սուրբ Հոգին եկավ մեր կյանքերի մեջ եւ շատ մեծ հեղաշրջումներ արեց եւ ամենակարևորագույնն ու ամենագլխավորը, որ մեզ մեր որդեգրությունը վկայեց, որ մենք որդեգրված ենք Հայր Աստծո կողմից։ Սա ամենասքանչելի բարի լուրն էր մեզ համար, քանի որ մարդը ինքը իրեն չի կարող երկնային արքայության ժառանգորդ անել, եթե այդ արքայության թագավորը չկամենա, որ ինձ որդեգրի։ Եվ այդ որդեգրությունը այնպես չի, որ ես ուղղակի մի օր արթնացա եւ որոշեցի, ինչու՞ չէ, ես էլ երկնային արքայության ժառանգորդ լինեմ։ Եւ ոչ մի մարդ չի կարող, քանի որ չունի այդ իշխանությունը, այդ իրավունքը, այդ թույլտվությունը չունի, բայց Սուրբ Հոգին գալիս է այն մարդկանց կյանքերի մեջ, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսի աստվածությունը, Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, Հիսուս Քրիստոսի պատվական արյան միջոցով մեղքերի թողությունը, բնականաբար խոստովանել են այդ մեղքերը եւ ընդունել են այդ արյունը եւ ընդունել են Հիսուս Քրիստոսի մեռելների հարությունը եւ գիտեն, որ արդարացված են եւ ներված են հավիտյան եւ մեղքն ու մահը իշխանություն չունի իրենց կյանքերի մեջ։ Այս մարդկանց կյանքի մեջ, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, այս ամենը հայտնում է նաև, որ դու երկնային արքայության ժառանգորդ ես։ Հիսուս Քրիստոսի ժառանգակիցն ես եւ Հայր Աստծո ժառանգորդն ես դու։ Եվ սա սքանչելի լուր է մեզ համար, որ մենք, որ այդ արքայության մեջ ոչ մի մաս ու բաժին չունենք, ընդհակառակը մենք թշնամի էինք մեր ապրելակերպով եւ մենք այս աշխարհի սիստեմների եւ այս աշխարհի նիստուկացի մեջ էինք եւ այս աշխարհի կեղտոտ գործերի մեջ էինք եւ սատանայի իշխանության տակ էինք եւ այդ թագավորության մեջ մաս ու բաժին չունեինք, բայց Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ժառանգորդներ դարձանք եւ ինչպես Տերն ասեց, որ մեղքի պատը քանդվեց, այդ վարագույրը պատրվեց, որ բաժանում էր մեզ եւ մենք ժառանգորդներ եղանք։ Եվ երբ որ Հիսուս Քրիստոսի աշակերտները ասացին մեզ աղոթել սովորեցրու, առաջի անգամ լսեցին այս աղոթքը, որ Տեր Հիսուսն ասեք Հայր մեր, որ երկնքումն ես, քանի որ հրեա ժողովուրդը երբեք Աստծուն չէր դիմում որպես Հայր։ Աստված իր անունները ուներ եւ իրանք միշտ ծառայի տեսքով էին կանգնում Տիրոջ առջև եւ դա այդպես էլ կար, բայց Հիսուս Քրիստոս հեղաշրջում բերեց, որ այո դուք ծառաներն եք այդ արարիչ Աստծո, բայց ինքը կամեցավ, որ ձեզ որդեգրության իրավունք տա։ Եվ այն ինչ որ Հայրը ունի, ձերն է, եւ դուք այդ թագավորությանն եք պատկանում։ Եվ դրա համար աղոթում ենք Հայր մեր, որ երկնքում ես, մեր Հայրը։ Բայց երբ որ մարդիկ որ չեն ճանաչում Աստծուն եւ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին, երբ որ ասում ես, երբ որ ես վկայում եմ եւ ասում եմ, գիտեք դուք Հայր ունեք երկնքում, որ սպասում է ձեզ, այդ մարդկանց համար մի քիչ ֆանտաստիկ է, մի կողմից ուրախություն է, որ Աստված կարող է իրանց Հայրը լինի, բայց մի կողմից էլ անհասանելի մի երազանքի պես բան է այդ մարդկանց համար, որովհետև Սուրբ Հոգու վկայությունը չկա եւ այդ մարդը իր մտքով չի կարողանում ընկալել ինչպես կարող է ինքը երկնային արքայության ժառանգորդ լինի եւ Աստված իրան ժառանգության բաժին է տվել այդ թագավորության մեջ։ Միտքը մարդու գաղափարը, հասկացողությունը չի կարող դա ընկալել, մինչեւ որ Սուրբ Հոգին չգա, քո հոգուն չվկայի եւ չհայտնի, թե ով ես դու այդ թագավորության մեջ։ Եվ այդ վկայությունը ստացած մարդը ինքը նորմալով պետք է որ համապատասխանի այդ թագավորության արժեքների, այսինքն ես եթե ընդունել եմ այդ թագավորությունը, ես պարտավոր եմ այդ թագավորության օրենքը, իրավունքը, պատվիրանը, նիստուկացը պահեմ,
Ես չեմ կարող երկու տիրոջը ծառայեմ, ինչպես Տեր Հիսուսն ասեց։ Այո, մենք մարմնով ապրում ենք այս երկրի վրա, եւ նորմալ է, որ մենք այս երկրի օրենքները պահում ենք, տալիս ենք հարկերը, բոլոր մարդկանց պես մեր կենցաղը ապրում ենք, կերակուրը գնում ենք, հագուստը գնում ենք եւ նորմալ է այս ամենը, բայց մեր շարժառիթներն են փոխվում, մեր նպատակակետն է փոխվում, ինչի համար եմ ես ապրում եւ որն է իմ նպատակը։ Եթե առաջ ես անում էի մի բան, որպեսզի ես ճանաչված լինեմ, որպեսզի ես հարգանք ու պատիվ ունենամ, հիմա ես ապրում եմ այդ թագավորության թագավորի համար, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Հիմա ես ապրում եմ Հիսուս Քրիստոսի անվան փառքի համար, ոչ թե ինձ համար։ Փոխվում է մարդու մտածելակերպը, փոխվում է արժեքները եւ ապաշխարությունը հենց դա մտքի փոփոխությունն է։ Եվ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մենք այդ վերստին ծնունդ ունեցող մարդու մտածելակերպի մեջ ապրենք, ապրելով այս աշխարհի մեջ, չապրենք այս աշխարհի սիստեմներով, այս աշխարհի արժեքներով, այլ ապրենք երկնային արքայության արժեքներով, պատվիրաններով, այդ թագավորության համար ջանք անենք եւ մեր գանձերը դիզենք երկնային արքայության մեջ, ոչ թե այս կորուստյալ աշխարհի մեջ։ Եվ Սուրբ Հոգու գալուստը մի սքանչելի է, որ ամեն մարդ, որ ընդունում է, դա ամենասքանչելին է։ Ցանկացած վերստին ծնված քրիստոնյա կվկայի, որ իր կյանքի մեջ ամենաքաղցրն է, երբ որ գալիս է Սուրբ Հոգին եւ վկայում է քեզ քո ով լինելդ եւ փոխում է քո ամբողջ ներքնաշխարհը եւ քո արժեքները եւ քո ապրելու նպատակն է փոխվում։ Սուրբ Հոգու կարևորությունը այս մեր շնչած թթվածնից ավելի կարևոր է, որ Սուրբ Հոգին գա մեր կյանքերի մեջ եւ մեզ սովորեցնի մեր գնալու ճանապարհը, մեզ աստվածպաշտություն սովորեցնի եւ Տիրոջ կամքը սովորեցնի մեզ համար սիրելիներ։ Թող Տերը օրհնի եւ իր Սուրբ Հոգին առատությունով ղրկի ձեր կյանքերի մեջ։ Եղեք օրհնված։